Բարև ձեզ, Տիկին Կալաս, լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, տիկնայք եւ պարոնայք, ուրախ եմ ողջունել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Տիկին Կալասին եւ իր գլխավորած պատվիրակությանը Հայաստանում։ Վերջին ամիսներին մենք շատ առիթներ ենք ունեցել անդրադառնալու Հայաստան, Եվրոպական միություն, գործընկերության խորացման ուղղված ակտիվ աշխատանքներին եւ ահա այսօր ես ուրախ եմ, որ բարձր ներկայացուցիչ Կալասի հետ համատեղ արձանագրում ենք 3 նշանակալի ձեռքբերում։ Առաջին Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջև Եվրոպական միության ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի Հանրապետության մասնակցության շրջանակը սահմանելու մասին համաձայնագրի ստորագրումն էր, որը քիչ առաջ տեղի ունեցավ։ Սա Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության օրակարգի ընդլայնման երկուստեք արտահայտված պատրաստակամության վառ օրինակ է, որը միաժամանակ ցույց է դնում գլոբալ անվտանգության, աշխարհում կայունության եւ խաղաղության հաստատման գործում կառուցողական ներդրում ունենալու Հայաստանի ձգտումը եւ ցանկությունը։ Երկրորդ, այսօր մեր կողմից համատեղ տրվեց Հայաստանի Հանրապետություն Եվրոպական միություն անվտանգության եւ պաշտպանության ոլորտներում խորհրդակցությունների մեկնարկը, պաշտպանական եւ անվտանգության ոլորտներում խորհրդակցությունների մեկնարկը վճռորոշ քայլ է մեր համագործակցության շրջանակը համապատասխանեցնելու ժամանակակից մարտահրավերներին եւ գործադրելու դրանց հաղթահարման լրացուցիչ ջանքեր։ Այս համատեքստում ցանկանում եմ հատկապես ընդգծել Հայաստանի դիմակայունության ամրապնդման, ժողովրդավարական ինստիտուտների հետագա զարգացմանը միտված համագործակցությունը, որը ներառում է նաև այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են հիբրիդային սպառնալիքների, ապատերեկրատվության դեմ պայքարը։ Այս համատեքստում իհարկե մեր այսօրվա քննարկումներում կարևորել ենք նաև Հայաստանում Եվրոպական միության մշտադիտարկման առաքելության գործունեությունը, քննարկել ենք եվրոպական խաղաղության գործիքի ներքո Հայաստանին աջակցության տրամադրումը։ Եվ երրորդ, ուրախությամբ ցանկանում եմ նշել, որ Հայաստանը եւ Եվրոպական միությունը հաջողությամբ ավարտել են գործընկերության նոր օրակարգի շուրջ բանակցությունները։ Սա հավակնոտ փաստաթուղթ է, որը համագործակցության նոր ուղղություններով է համալրելու եւ առավել խորացնելու է Հայաստան-Եվրոպական միություն եւ երկկողմ օրակարգը, միաժամանակ խթանելով նաեւ Հայաստանի եւ ԵՄ միջև համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկումը։ Այսպիսով, այսօր մենք վստահությամբ արձանագրում ենք, որ Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունները երբեք այսքան ընդգրկուն եւ սերտ չեն եղել։ Օգտվելով ստեղծված հնարավորությունից, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Եվրոպական միությանը վերջին տարիներին իրականացված ծրագրերի եւ ֆինանսական օժանդակության, ինչպես նաեւ դժվարին պահերին Հայաստանի կողքին լինելու համար։ Տեղին է հիշատակել նաեւ դիմակայունության եւ աճի պլանը, մյուս մեխանիզմները, որտեղ մենք ունենք ակտիվ համագործակցություն։ Ուզում եմ հիշեցնել, որ վերջերս Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը ընդունեց Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցության մեկնարկի մասին օրենքի նախագիծը, որը արտացոլում էր Հայաստանի քաղաքացիների եվրոպական ձգտումները։ Գործընկերոջս հետ հնարավորություն ենք ունեցել քննարկել այս օրենքի կիրարկման հնարավոր հետագա իրատեսական քայլերը։ Քննարկել ենք նաև մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության հաջող ընթացքին վերաբերող հարցեր, որը մեր կարծիքով Հայաստանի քաղաքացիներին Եվրոպական միությանը մոտեցնելու լավագույն հնարավորությունն է եւ Հայաստանի կողմից անհրաժեշտ բարեփոխումների իրականացմանը զուգահեռ ակնկալում ենք նաեւ իհարկե այս ուղղությամբ շոշափելի քայլեր։ Անցնելով տնտեսական բաղադրիչին, նշեմ, որ այս համատեքստում քննարկել ենք այն ծրագրերն ու գործիքակազմը, որոնց միջոցով մենք կարող ենք խորացնել նաեւ մեր տնտեսական կապերը, ապահովելով Եվրոպական միության շուկայի հասանելիություն, ինչպես նաեւ արդյունավետ փոխկապակցվածություն։ Ի շարունակություն հավելեմ, որ մեր հանդիպման ընթացքում բարձր ներկայացուցչի հետ քննարկել ենք նաև տարածաշրջանային փոխկապակցվածության ոլորտում Եվրոպական միության ներգրավմամբ իրականացվող նախաձեռնությունները։ Այս համատեքստում ընդգծել եմ գլոբալ դարպաս ռազմավարության եւ Հայաստանի կառավարության խաղաղության խաչմերուկ նախագծի համադրելիությունը, կասեի ավելին փոխ լրացնելու մեր ուժը։
Իհարկե այստեղ կարող ենք հավելել նաև միջին միջանցքի գաղափարը, որի շուրջ քննարկումներ ենք ունեցել մեր մյուս գործընկերների հետ։ Այս համատեքստում կընդգծեմ Հարավային Կովկասի որպես Եվրոպայի եւ կենտրոնական ու արևելյան Ասիայի միջև կապող կամրջի դերը, տեղին է հիշատակել նաև խոսեցի գլոբալ դարպասներից, բայց նաև Եվրոպական միության մյուս վերաբերելի ռազմավարությունը, Սևծովյան նոր հայտարարված ռազմավարությունը։ Հարգելի գործընկերներ, այս այցը տեղի է ունենում աշխարհաքաղաքական տարատեսակ զարգացումների պայմաններում, զարգացումներ, որոնք մեկ անգամ ևս ցույց են տալիս խաղաղության, տարածաշրջանային կայունության ապահովման մեծ պահանջարկը, այդ ճանապարհին առկա մարտահրավերները։ Մենք այս համատեքստում անդրադարձ ենք կատարել մերձավոր արևելքում տեղի ունեցող վերջին զարգացումներին, Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակի կապակցությամբ ներկայացրել եմ Հայաստան-Ադրբեջան կարգավորման համատեքստում վերջին զարգացումները, նաև կրկին ընդգծել եմ Հայաստանի պատրաստակամությունը անմիջապես սկսել Ադրբեջանի հետ խորհրդակցություններ որոշելու պայմանագրի ստորագրման տեղը եւ ժամանակը եւ ընդհանրապես քննարկելու կարգավորման վերաբերող ողջ սպեկտրին վերաբերող բոլոր հարցերը։ Մենք ինչպես նախկինում այսօր եւս շատ կառուցողական ենք տրամադրված։ Հարգելի գործընկերներ, վերջապես այսօր նաև բարձր ներկայացուցիչի հետ քննարկել ենք 2026 թվականի գարնանը Հայաստանում կայանալիք եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի անցկացման առնչվող հարցեր եւ այստեղ եւս մի միջոցառում է, մի ուղղություն, որտեղ մենք երկու կողմերս պետք է համադրենք մեր ջանքերը։ Եզրափակելով խոսքս անկեղծ շնորհակալություն եմ ուզում հայտնել Տիկին բարձր ներկայացուցիչին խորը եւ հանգամանալից քննարկումների համար։ Այսօր ձեռք բերված պայմանավորվածությունները անշուշտ լրացուցիչ հիմքեր են ստեղծում մեր համագործակցությունը խորացնելու եւ արդեն ունեցած ինտենսիվ դինամիկան պահպանելու համար շնորհակալ եմ։ Dear Foreign Minister, dear ladies and gentlemen, it's really a pleasure to be here in Yerevan today and also visiting your wonderful country. I came here with a clear message. The EU and Armenia have never been as close as we are now. Earlier this year, you adopted a law to launch an EU accession process. We very much welcome your readiness to deepen our partnership. I'm also very pleased today to announce the political agreement between negotiators of the new partnership agenda, which identifies priorities on economic development, security and resilience. To back this up, the European Union is providing €270 million resilience and growth plan for Armenia for the period of 2024 to 2027. This provides support to businesses, it improves connectivity between Armenia and the European Union, and contributes to reform efforts. But our relations go beyond economics. We also provide financial, housing and psychosocial support for vulnerable people, including the displaced Karabakh Armenians. People-to-people contacts are central to our relationship. That is why we are advancing in the visa liberalization dialogue. I'm pleased to announce that the Commission has adopted its proposal for the visa liberalization action plan. Once all conditions are met and this process is completed, it will bring Armenia and the rest of Europe closer together. In the meantime, we are stepping up our cooperation to promote peace and stability in the region. The EU mission in Armenia is playing a major role in this effort. I visited yesterday their headquarters and saw firsthand the work that they are doing. The EU and Armenia also cooperate on crisis management. Foreign Minister and I have just signed the Framework Participation Agreement, enabling Armenia to contribute to EU missions globally. Today we also discussed the relations between Armenia and Azerbaijan. The EU continues to strongly support the normalization of the relations between the two countries based on respect of sovereignty, territorial integrity and
inviolability of borders. There is no alternative to these three principles. We are pleased and encouraged with the progress of the bilateral normalization track, because better relations between Armenia and Azerbaijan can open the way for lasting peace in the region. Also, other topics we discussed. EU just adopted the ambitious Black Sea strategy last month. We will work with all partners, including Armenia, to implement it. Next to security and prosperity, we are keen to cooperate on the connectivity flagship of this strategy. We also discussed the developments related to Russia's aggression against Ukraine, and specifically the Russian hybrid activities in all countries, all neighboring countries. Armenia's commitment to democracy and freedom is key. These values must be protected, especially in the face of hybrid threats, disinformation, and foreign interference. At this critical moment, I'm happy to announce that we will provide substantial core funding for independent media to sustain their reporting in Armenia, supporting democracy and resilience. The EU will stand with Armenia to contribute its increased resilience and defend these shared values. Thank you. Now I believe we have some time for a couple of questions. Շնորհակալություն, բարև ձեզ։ Առաջին հարցի հնարավորությունը Armen Press։ Բարև ձեզ, Armen Press, Դավիթ Մամյան, հարցը ուղղված է բարձր ներկայացուցչին։ Դուք խոսեցիք Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման շուրջ, պարոն Միրզոյանն էլ իր խոսքում շեշտեց, որ Հայաստանը պատրաստ է ստորագրել համաձայնեցված փաստաթուղթը Ադրբեջանի հետ։ Կցանկանայինք իմանալ, թե որքանով է կարևորվում Եվրոպական միության կողմից այդ փաստաթղթի շուտապույտ ստորագրումը, դրա անհրաժեշտությունը, եւ արդյոք այդ հարցը բարձրաձայնվել է ձեր կողմից Բաքու կատարած այցի շրջանակներում։ Եվ մյուս հարցը, պարոն Միրզոյան, ձեզ, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարություն է տարածել, անդրադառնալով Հայաստանի ներսում տիրող իրավիճակին, մասնավորապես իշխանությունների եւ եկեղեցու միջև հարաբերություններին, եւ այդ առումով նշել է, որ Մոսկվան մտահոգված է ստեղծված իրավիճակով, նա նշել է, որ դա Հայաստանի ներքին գործն է, բայց այդուհանդերձ Ռուսաստանի Դաշնությունը կցանկանար, որ իրավիճակը շուտապույտ կարգավորում ստանա, կխնդրեմ ձեր մեկնաբանությունը այս հարցի շուրջ։ Շնորհակալություն։ Thank you for your question. Like I said, we are definitely encouraged by the process of normalization between Armenia and Azerbaijan, and of course we would like to see the finalization of this process as soon as possible. I think what is going on in the world, we need more stability, not less, and of course I raised this also in my visit to Baku. It is in our interest also when we talk about connectivity, when we talk about different possibilities that there are for both countries, and also Europe and connection with Central Asia, for example. It is in our interest that this peace process is finalized as soon as possible. Անկեղծ ասած, այս ասուլիսին գալուց առաջ հպանցիկ հասցրեցի ծանոթանալ իմ սիրելի գործընկեր Սերգեյ Լավրովի այդ մեկնաբանությանը, ուզում եմ ասել, որ պարոն Լավրովի տեղեկատվությունը ճիշտ չէ եւ ամբողջական չէ։ Ես եթե չեմ սխալվում, պարոն Լավրովը օգտագործել էր իշխանությունների պայքար եկեղեցու դեմ ձևակերպումը, կրկին պարոն Լավրովի տեղեկատվությունը բոլորովին չի համապատասխանում իրականությանը, Հայաստանում չկա իշխանությունների պայքար եկեղեցու դեմ, այն ինչ նկատի ունի պարոն Լավրովը, հավանաբար վերաբերում է եկեղեցական մի քանի գործիչների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքականությանը ուրեմն խառնվելու, քաղաքական գործընթացներին մասնակցելու եւ համաձայն արդեն մեր իրավապահ մարմինների ոչ ուրեմն իրավական ձևով այդ մասնակցություն ունենալու ցանկության, այն է, եթե ավելի ուղիղ ասենք, ապօրինի հեղաշրջման փորձերին մասնակցելու կամ նախաձեռնելու շուրջ, դրանց
կամ այդ երևույթը, այդ դեպքը եւ կրկին ուզում եմ ընդգծել, սա իրավական process է եւ սա Հայաստանի Հանրապետության ներքին գործն է, ինչպես դուք մեջբերեցիք իրավացիորեն, պարոն Լավրովը ավելի լավ է չխառնվի Հայաստանի Հանրապետության ներքին գործերին եւ ներքին քաղաքականությանը։ Կուզեի օգտվել առիթից եւ նույն կոչը անել նաեւ պարոն Լավրովի ռուսական խորհրդարանական գործընկերներին, մեդիա գործընկերներին։ Ես կարծում եմ, որ Ռուսաստանի Դաշնության եւ պաշտոնյաները, եւ խորհրդարանականները, եւ մեդիա փորձագետները պետք է մեծ հարգանքով վերաբերվեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը եւ այլևս երբեք իրենց թույլ չտան խառնվել մեր ներքին գործերին։ Շնորհակալ եմ։ Մյուս հարցը Ազատություն ռադիոկայան։ Շնորհակալություն Ազատություն ռադիոկայան։ Հարցը ուղղված է Տիկին Գալասին։ Եվրամիությունը ձեր առաջարկությամբ նախատեսում էր լրացուցիչ ֆինանսավորում տալ Հայաստանին խաղաղության գործիքի միջոցով։ Ուզում եմ հասկանալ ինչ փուլում է այդ գործընթացը եւ արդյոք Հունգարիան վետո է դնում այդ գործընթացի վրա։ Ինչ փուլում է այդ հատկացման գործընթացը։ Եվ երկրորդ հարցը պարոն Միրզոյանին 4 ամիս է անցել խաղաղության այդ պայմանագրի համաձայնեցումից, դուք եւ նաեւ այլ պաշտոնյաներ նշում են, որ շփումներ կան Ադրբեջանի հետ, բայց Ադրբեջանը շարունակում է իր նախապայմանները առաջ տանել։ Արդյոք ինչի մասին են այդ շփումները, արդյոք ադրբեջանական նախապայմանների մասին է եւ ընդհանրապես ինչ փուլում է գործընթացը։ Եվ ձեր թույլտվությամբ նաեւ մեկ հարց դուք նշեցիք, որ Հայաստան Եվրամիության այդ գործընկերության նոր փաստաթղթի շուրջ բանակցությունները ավարտված են, ինչ է դա նշանակում մի փոքր մանրամասնեք, արդյոք ստորագրություն է սպասվում, ժամկետներ, շնորհակալ եմ։ Thank you. So, European Union is 27 democracies, and that is very hard also for our decision-making process. But in the end, we always get to the decision. So sometimes one country blocks, very often one country actually is blocking, but sometimes also some other countries are raising the issues. So this is an ongoing process, and we try to find solutions. So yes, we are not there yet, that is true, but we try to find solutions. Thank you. Իրավացի եք, իսկապես գրեթե 4 ամիս է անցել այն պահից, երբ մենք եւ Ադրբեջանը հայտարարեցինք, որ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունները ավարտված են եւ ըստ էության պայմանագիրը պատրաստ է ստորագրման, որից հետո ցավոք սրտի տեսանք, որ ադրբեջանական կողմը մի քանի այլ նախապայմաններ ունի, այդ թվում եւ օրինակ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը եւ կամ Հայաստանի Հանրապետությունում սահմանադրությունում փոփոխություններ իրականացնելու, խմբագրություն անելու անհրաժեշտությունը, մեկ անգամ չէ, որ հայտարարել ենք, որ Մինսկի խմբի լուծարման օրակարգը մեզ համար ընդունելի է, միաժամանակ հասկանալով, որ խաղաղությունը, որը հաստատվում է, պետք է լինի ինստիտուցիոնալ կերպով, մենք դա տեսնում ենք խաղաղության պայմանագրի ստորագրմամբ, հետևաբար, եթե մենք ստորագրում ենք խաղաղության պայմանագիրը կամ նույնիսկ եթե մենք ֆիքսում ենք այն օրը, երբ կարելի է ստորագրել խաղաղության պայմանագիրը, շատ շոշափելի տեսանելի մոտ ապագայում, ապա մենք կարող ենք Մինսկի խմբի լուծարման ուղղությամբ համատեղ քայլեր սկսել, մյուս կողմից վարանումը ադրբեջանական կողմի այս առումով մեզ հիմք է տալիս մտածելու, որ այսինքն մենք չենք թաքցրել նաև մեր մտավախությունը, որ Մինսկի խմբի լուծարումը Ադրբեջանի համար կարող է այլ նպատակներ հետապնդել, նպատակներ, որոնք կարող են խաթարել օրինակ մեր տարածքային ամբողջականությունը։ Հետևաբար կրկին մենք ուզում ենք համոզվել, որ վերջնական համապարփակ ինստիտուցիոնալ խաղաղություն ենք հաստատում եւ այն դեպքում բնականաբար Մինսկի խմբի անհրաժեշտությունը ինքնին վերանում է։ Ինչ վերաբերում է երկրորդ հարցին սահմանադրական փոփոխություններին, կրկին առաջին անգամ չի, մեկ անգամ չի, որ ասել ենք, որ սա Հայաստանի Հանրապետության բացառապես ներքին օրակարգն է։ Մենք սահմանադրական փոփոխությունների մասին խոսել ենք, անհրաժեշտության մասին խոսել ենք դեռ 2018 թվականից եւ ըստ ամենայնի հերթական ընտրություններից հետո, հաջորդ ընտրություններից հետո արդեն ձեռնամուխ կլինենք այդ փոփոխություններին։
այն ասպեկտով, որով որ ադրբեջանական կողմն է դնում հարց, ես պետք է ասեմ հետևյալը. եթե Ադրբեջանի մտահոգությունները անկեղծ են եւ նրանք անկեղծորեն տեսնում են խնդիրներ իրենց տարածքային ամբողջականության հետ կապված մեր սահմանադրության մեջ, ապա այս մտահոգությունները փարատելու ամենաուղիղ ձևը խաղաղության պայմանագիր ստորագրելն է։ Ես մեկ անգամ եւս ասեմ ինչու։ Եվ ներողություն եմ խնդրում մանրամասների համար, բայց դրանց կարիքը ըստ ամենայնի կա։ Տեսեք, մենք ունենք պայմանագիր, որտեղ գրված է, որ մենք ճանաչում ենք միմյանց տարածքային ամբողջականությունը։ Համաձայն այն սահմանների, որը մեր երկու երկրների միջև գոյություն է ունեցել խորհրդային միության փլուզման պահին։ Հիմա այս ձևակերպումը ստորագրելուց հետո պայմանագրի պետք է գնա սահմանադրական դատարան, չէ՞ ավելացման ընթացքում։ Եվ եթե մեր սահմանադրական դատարանը ասում է, որ սահմանների վերաբերյալ այս ձևակերպումը չի հակասում մեր սահմանությանը, հարցը լուծված է, այսինքն մտահոգություն չկա, փարատված է, մեր սահմանությունը չի պարունակում որևէ բան Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ, հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը միակ մարմինն է աշխարհում, որը կարող է եւ իրավասու է մեկնաբանել մեր սահմանադրությունը։ Եթե այլ որոշում կլինի, այն ժամանակ այլ գործողությունների անհրաժեշտություն կամ քննարկելու անհրաժեշտություն կառաջանա։ Հետևաբար կրկին մենք կարծում ենք, որ սա որևէ կերպ չպետք է լինի նախապայման խաղաղությունը վերջնականացնելու պայմանագիրը ստորագրելու համար։ Իսկ շփումները նաև այս ամեն ինչը միմյանց բացատրելու կողմերի ընդհանրապես կողմերը պետք է եւ կարող են ավելի ու ավելի հասկանալի դառնալ իրար համար, ավելի ու ավելի փարատել մտահոգություն, հետեւաբար այդ շփումները պարտադիր են եւ շարունակվելու են նաեւ առաջիկայում եւ ես հույս ունեմ, որ ի վերջո այդ շփումները, այդ բանակցությունները կհանգեցնեն եւ պայմանագրի ստորագրմանը եւ մնացած մյուս հարցերի լուծմանը։ Շնորհակալ եմ։ Բան բացվում է, չէ՞ հարց։ Ինչ է ենթադրում գործընկերության նոր օրակարգը, փաստաթուղթը ըստ էության ասեցի վերջնականացված է, բայց կլինի առաջիկայում փուլ, երբ այն ավելի մանրամասն կներկայացվի հանրությանը, կան բազմաթիվ ուղղություններ, երևի այս պահին ժամանակը թույլ չտա ամեն դեպքում բոլորին անդրադառնալ, բայց ի լրումն այն ամենի, ինչ մենք արդեն ունենք Եվրոպական միության հետ երկկողմ օրակարգում, ահա այս նոր գործընկերության օրակարգը բերում է նաև հավելյալ ուղղություններ, հավելյալ մանրամասներ, հավելյալ գործիքներ, նաև հավելյալ ոլորտներ, ճիշտն ասած։ Շնորհակալություն։